Թարապես մեր մշակույթից մեզ թվում է շատ բան է պահպանված, բուն հայեցի մշակույթից, բայց շատ քիչ բան է պահպանվել։ Քրիստոնեության ընդունման ժամանակ ըստ տվյալների մենք ունեցել ենք տաճարներ, որոնք քանդվել են, չկան, այսօր Գառնիի տաճարն է պահպանված առաջի դար եւ ունենք ավելի հին, շատ ավելի հին Մուսասիրի տաճարի պատկերը, այն էլ ասորիներն են քարի վրա քանդակել, ինչպես են թալանում Մուսասիրի տաճարը։ Մեր գրականության նմուշները հին, որ Խորենացին թվարկում է, դրանք 20 հատորից ավելի նյութ կկազմեին, որովհետև Գողթան գուսանները պատմում են եւ ջրեղեղի առասպելը, ինչպես նշում է, առանձին ճյուղով, որ միջև Հայք եւ այլն իր սերունդների ոչ թե ասենք մյուս կողմը, այլ ջրեղեղի պատմությունը միջև մեր թագավորները եւ պատմում էին բազմաթիվ առասպելներ, օրինակ Վահագնի ծնունդը պատմել են Հերակլեսի արկածների չափ։ Տեսեք, մեզ մոտ պահպանված է այսօր Սավսի Դավիթ էպոսը, որ 19-րդ դարում գրառեց Սրվածիցյանցը առաջին անգամ, բայց նույնիսկ Խորենացու մոտ չի հիշատակվում Սավսի Դավիթ էպոսը, չնայած նա շատ հին է եւ հասնում է միջև հնդեվրոպական առասպելների այն ժամանակաշրջանը, երբ ջրից ծնվում էին երկորյակ եղբայրները եւ այլն։ Ուրեմն մենք այսպիսի հսկայական նյութ ենք կորցրել եւ ճարտարապետական, եւ բանահյուսական, եւ զարդանախշի, եւ առասպելների, եւ հավատքի հին, այսինքն շատ աղոտ պատկերացումներ կան մեր նաեւ ծեսերի մասին, այսօր պահպանված են մեր ծեսերի ծվենները եւ ուրեմն այդպես պիտի գանք հասնենք նաեւ երաժշտությանը, որ մենք ունենք գուսանների խումբ նախաքրիստոնեական շրջանում, Գողթան գուսանների խմբեր, որոնք երգում, պարում, խաղում էին, քրմական տաճարներում երգում էին հիմները եւ նույնիսկ 2500 տարվա մեր թվարկությունից 2000 տարի առաջվա սրինգներ կան պահպանված ոսկրի արագիլի սրունքից սարքած եւ այլն եւ շատ ուրիշ նվագարաններ կան։ Ուրեմն տեսեք ինչպես է, մենք բարի նախանձով ենք նայում հին մյուս քաղաքակրթություններին, որոնք պահպանվել է, որոնց մշակութային այդ արժեքները, որ ես թվարկեցի, որ կորել են մեզ մոտ։ Այսպես եգիպտական ճարտարապետությունը, ֆրեսկան, եգիպտական գրականությունը դեռ են թվին գրված, այսինքն նշաններով, Գիլգամեշ էպոսը սալիկների վրա հայտնաբերված շումերական, այսինքն մի ամբողջ էպոս, հնագույն էպոս աշխարհի, որ համարվում է, հեթիթական մշակույթը, աքադական մշակույթը եւ այլն։ Բայց տեսեք, չկան այդ մշակույթների երաժշտությունը։ Ուրեմն կան լեզուներ, կա մշակույթ եւ կա մշակութային լեզուներ, կա ճարտարապետության լեզու, կա զարդի լեզու, կա բանահյուսական խոսելու լեզու, կա պարի լեզու, կա երաժշտության լեզու եւ էլի ծեսի լեզու, այսինքն դրանք լեզուներ են, մի բան պատմում են։ Ճարտարապետությունը ինքը մի բան ասում է, հենց այնպես չի, անիմաց չի այդ սյուները եւ այլն, պարն էլ մի բան ասում է, բայց մարդիկ մի քիչ մոռացել են այդ բաները եւ ընդհանրապես ժողովրդի մեջ տարածված է, որ լեզուն դա խոսելու լեզուն է, որ մենք իրար հետ շփվում ենք ասում, բայց նույն բան պատմում է Ուրարտական ֆրեսկան, պատի վրայի այդ նկարը, ասենք ցուլի վրա կանգնած իր սիմվոլներով, նույնը պատմում է ճարտարապետությունը, պարը նույնը կարող է պատմել եւ այլն։ Եվ մի ազգի մշակույթ, եթե ուզում եք ստուգեք դա մաքուր է թե չէ, ապա կարող եք համեմատել դա։ Օրինակ, բարձ օրինակ բերեմ։ Եթե դուք մեր երգը, մաքուր երգը, երգեք հայ ճարտարապետության, ասենք Ռիփսիմեի տաճարը ուշ շրջանի է, բայց մեր ոճն է, մեր էությունն է։ Նրա մոտ երգեք Սավսի Դավիթ էպոսի երգը, պարեք Սասունի պար, իրար կամ Սասունի չէ, լորվա պար պարեք, իրարից հեռու բաներ եմ ասում։ Եվ մի հատ էլ կարպետ կախեք այնտեղ, կտեսնեք, որ դա նույն բանն է։ Այս կարպետի զարդը, այդ ճարտարապետությունը, այս երգը, որ ընդհանրապես ուրիշ դարի երգ է, ժողովրդական, եկեղեցական չի, եկեղեցական տաճարը եւ այլն, որովհետեւ իրենք ոճով նույնն են, այսինքն նույն ոգին է, նույն բանն են ասում, բայց տարբեր լեզուներով։ Եվ շատ հայկական երգեր համարվող երգեր, եթե երգեք այդ տաճարի ներքո, կտեսնեք, որ բոլորովին իրար հետ կապ չունեն, ընդհանրապես ուրիշ բան են։ Այսօր հույները ունեն երաժշտության մի տեսակ, որ աշխարհը շփոթված համարում է իբր հունական երաժշտություն, բայց բավական է այդ երգերը եւ այդ նվագները նվագեք Ակրոպոլիսի
կամ իրենց այդ հայտնի տաճարների մոտ եւ կարդակ Հոմերոս, իլիական, ոդեսական, կտեսնեք, որ բացարձակապես իրար հետ ոչ մի կապ չունեն։ Բայց Կոմիտասյան երգերը Հարսանյաց տեսի, հնագույն այդ ուրիշ երգերը գնացեք բուրգերի մոտ երգեք, տեսնեք, որ նույն բանն է։ Եվ այդ շումերական զիկուրատների մոտ տեսնեք, որ այդ հնության, այդ քաղաքակրթության այդ ուժը այդքան մոտիկ են իրար։ Ուրեմն կարճ ասած, ես ուզում եմ ասել, որ մեր մշակույթը պահպանվել է երաժշտության լեզվով, ավելի ամբողջական հայոց մեջ։ Եթե մշակույթը մի լեզվով գոնե պահպանվել է մի ազգի մեջ, ինքը կարող է ասել, որ իր ամբողջ մշակույթը ունի։ Եթե այսօր եգիպտական երաժշտությունը չկա, հեթիթականը չկա, շումերականը չկա, բայց այդ նույն ոգին, որ պիտի լիներ երաժշտությունը, կա իրանց գրականության մեջ։ Եթե գրականությունը իրաց կորած լիներ, երաժշտությունը պահպանված նույն ոգին էր լինելու, պարզապես երաժշտության լեզվով։ Եվ մենք ունենք մեր ամբողջ մշակույթը, մեր տեսակը, մեր էությունը պահպանված ամբողջական, միայն ավելի ամբողջական ունենք պահպանված երաժշտության լեզվով Կոմիտասի շնորհիվ։ Եվ Կոմիտասն ասում է, որ մեր նմուշները այնքան հին են, դա իր խոսքն է, որ սկսում են հայի ծագումից, երբ հայը ծագել է ազգը եւ իր հետ անբաժան եկել հասել են մեզ։ Այսինքն նույնիսկ քրմական շրջանի այդ պարերը, որ ունենք եւ այլն, դրանք էլ դեռ նոր են։ Այնտեղ մենք ունենք երաժշտական նմուշներ, որոնք հասնում են մինչև հնդեվրոպական լեզվի, գուցեև առաջ, ինչպես ասում են, իհարկե ամիջապես ասեմ, որ ես այդ հնդեվրոպաբանություն կոչվածը միանշանակ չեմ ընդունում, միանշանակ, ու անցնեմ իմ երաժշտության հարցերին, որովհետև հնդեվրոպաբանությունը պետք է քննել բոլոր տեսակներից, անընդհատ լեզուն վերլուծելով եւ ինչ որ որոշ պեղումներով բանդուր չի գա։ Այդտեղ երաժշտությունն էլ է լեզու, որ պետք է քննել, եթե ուզում եք գնաք հնդեվրոպական արմատները, մանավանդ մեր։ Եվ ահա, գանք մի պահ բուն երաժշտությանը։ Ինչպես ասեցի, Գողթան Գուսանները եւ մեր երգիչները եւ ժողովուրդը, հայ ժողովուրդը պահպանել էր իր հին երգը, իր ծեսը, իր պարը եւ իր նվագը, պահպանել էր։ Այսինքն այդ ավերածությունները չկարողացան ազդել այդ չափով երաժշտության վրա, որովհետև դեռևս 12-րդ դարում, արդեն Ներսես Շունալու ժամանակ, եկեղեցին կրկին բողոքում է, որ գուսանները եկեղեցու բակերում դեռևս շարունակում են երգել եւ պատմել հին առասպելները։ Ուրեմն ժողովուրդ, այդ բառը որ ասում ենք, այսօր ամեն մարդ մի կերպ է հասկանում, բայց մենք պետք է հասկանանք այնպես, ինչպես Կոմիտասն էր հասկանում։ Այդ հայ ժողովուրդը, այդ ժողովրդի պատմությունը չէր գրվում։ Մինչև 19-րդ դար մեր պատմությունը, ինչքան էլ մարդիկ ոգևորվեն, նույնիսկ օրենացի կարդան, նույնիսկ հետո դա մեր իշխանների տարածքի դեպքերի պատմությունն է։ Դա թե ժողովուրդը ինչ արել, ինչով էր զբաղված եւ ով էր այդ ժողովուրդը, դա ընդհանրապես չի գրվել, չի գրանցվել։ Ցնցում եղավ մեր հայ ժողովրդի մեջ, երբ որ Կոմիտասը մեջտեղ բերեց այդ երգերը, մամուլները սկսեցին գրել, որ մենք մեր ազգի էությունը, ամբողջ հին արյունը, հին տեսակը սպասում ենք, որ պիտի գա ինչ-որ մի տեղից, մի ազնվական շրջանից, մի թագավորական ցեղի, չգիտեմ, մի շառավիղից, որ պահպանված լիներ, գիտնականներից, բայց ով կմտածեր, որ մեր ամբողջ գրում էր մամուլը, մեր ամբողջ էությունը եւ գանձը հազարամյակների պիտի դուրս գա ամենամութ անկյուններից, ցեղերի մեջից եւ գոմերի մեջից, որովհետեւ ժողովրդին այն ժամանակ այդ ցածրակարգ ճակերտավոր ժողովրդին համարում են, որ նա ազգի ամենանվազ եւ ցածր տեսակն է, անգրագետ եւ ինչպես ասում են չոբան։ Բայց ահա պարզվեց, որ այս ժողովուրդը ոչ թե անգրագետ է եւ չոբան է, այլ այս ժողովուրդը ամեն մեկը մի հին գերդաստանների շառավիղներ են, որոնք պահպանել են իրենց հազարամյակների ոգին եւ էությունը եւ պահպանել են իրենց բնորանում, որ իրենք միշտ եղել են այդտեղ, այդ երկրում Արարատի եւ պահել են իրենց տեսակը երաժշտության լեզվով։
Ուրեմն Կոմիտասը մի փոքր Կոմիտասի մասին, որ հետո գնանք դեպի այդ հազարամյակները։ Ուրեմն նախ ասեմ, որ հենց Մատենադարանի ձեռագրերում ուզում եմ իմանալ, որ գրված է, որ քրիստոնեական երաժշտությունը, մեր շարականները, պատարագը, մեր քրիստոնեական երաժշտությունը, որ այսօր լսում եք, ամբողջը վերցված է նախաքրիստոնեական շրջանի հեթանոսական երաժշտությունն է վերցված եւ փոխված, այսինքն չափը հավասարեցված է, բերված է քառորդների կամ հավասար։ Եթե արագ էլ նույնիսկ եկեք տարարարիմ դամ դարարարի դարարարի ռամ դարարարիմ դարարարամ դարիրամ տարարամ ոնց որ պար լինի։ Այսինքն վերցված են այդ եղանակները եւ այսպես հավասարեցված եւ տակը դրված ուրիշ խոսքեր։ Դա գրված է, որ մեր եկեղեցական ձայնեղանակները կարգավորեցին Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը վերցնելով իրենցից առաջ եղած հին եղանակները, որոնք բաժանվում էին հող, ջուր, օդ, հուր տարերքների եւ ապա բաժանվում էին ըստ հնագույն անունների Արյուծն, Երկաթն, Ծիծեռն, համաստեղությունների անուններով, մոլորակների անուններով, այդպես մենք ունենք 150-ից ավելի լադերի ձայնեղանակների անուններ, որոնք կոչվում են այդ անուններով, ինչպես հենց վառ ձայն, որը դա այսինչ լադն է, երաժիշտներին կարող եմ ասել, գիտեն, որ լադն է, ասենք սոլ, լա բեմոլ, սի, դո, ռե, մի բեմոլ, այդ հայկական այդ լադը, դրանք բոլորը գալիս էին հնուց։ Ուրեմն Կոմիտասին գա, Կոմիտասը մի բարեբախտություն էր հայ ժողովրդի համար, որովհետև նա մայրը 17 տարեկան էր, որ որբացավ, եւ 1 տարի հետո երբ ինքը արդեն գնաց դպրոց, Բորսայում իրեն լուր ուղարկեցին, որ հայրդ է մահացել։ Այսինքն Կոմիտասը մնաց լրիվ որբ, 9 տարեկանում որբ։ Եվ կաթողիկոսը ուղարկել էր դերցակյան, այնտեղի դերցակյան հոգևորականին, որ ինքը ընտրի մի երեխա, ընտրի ուղղակի այդքան որբերի մեջից եւ բերի Էջմիածին։ Դուք պատկերացնում եք, դերցակյանը 20 երեխայից ընտրեց, այսինքն բաժինը ընկավ Կոմիտասին եւ նա Կոմիտասին բերեց Էջմիածին։ Նա հայերեն խոսել չգիտեր, որովհետեւ Կուտինայում, Թուրքիայի խոր նահանգում, որտեղ ծնվել էր, ժամանակին արգելել էին հայերեն խոսելը եւ ցանկացած թուրք իրավունք ուներ կտրելու հայ լեզուն, եթե տեսներ հայերեն էր խոսում։ Իր ժամանակ այդպես չէր, բայց արդեն թրքախոս էին դարձել։ Կուտինայի հայերը գաղթել էին Գողթան գավառից, այն Գողթան գուսանների ծննդավայրից, որ ձեզ պատմեցի, եւ Ցղնա գյուղից Կոմիտասներ նույն շրջանից են Արաբ Խաչատրյանի նախնիները։ Ուրեմն նրանք այնտեղ զբաղվում էին հատուկ արհեստով, որ ջրաներկում եւ կավեամաններ էին սարքում, որ գաղտնիքը միայն իրենք գիտեին, այդտեղի հայերը։ Ուրեմն Կոմիտասին բերեցին, Կոմիտասը թուրքերեն խոսեց Էջմիածնում վեհապարի հետ եւ Կոմիտասը երբ ասեց երկեր, ասեց ամեն տեսակ երկ գիտեմ, իհարկե վեհապարը ասեց, որ դա քո տեղը չի, այստեղ հայերեն են խոսում, բայց երկել գիտես, ասեց ամեն տեսակ գիտեմ եւ երկեց, ինքը չէր հասկանում, բայց սովորել էր եկեղեցում լսելով Լույս Զվարթը, Լույս Զվարթ ճարականը երբ երկեց, հենց ինքն է գրում իր ուշերում, որ կաթողիկոսը սկսեց աչքերի ծարձուկները թափվեցին եւ միրուքի վրա գլորվելով գնացին թաքնվեցին շորի ծառքերի մեջ։ Այս երեխային տարեք թող սովորի։ Եվ նա սովորեց։ Ես չեմ պատմելու իր կենսագրությունը։ Ես ինչի՞ս ասեցի, որովհետեւ ընդամենը մի քանի տարի հետո այդ թուրքերեն խոսող երեխան հենց անմիջապես սովորում է հայերեն, նա անմիջապես ճանաչում է որն է հայ երգը։ Երբ նրա ընկերը տանում է առաջի անգամ իր հետ իրենց գյուղ, նա անմիջապես ճանաչում է, որ սա մեր բուն երգն է, սա մեր բուն երգը չի։ Սա է մեր երգը, սա հինն է, սա է։ Եվ նոտագրությունը, հայկական նոր նոտագրությունը, որ սովորել էր, անմիջապես սկսում է գրանցել այդ երգերը։ Իրենից առաջ եղել են երաժիշտներ, որոնք ավարտել են արտասահմանում, գրել օպերա, ոնց որ Չուխաջյանը, եղել են էլի կոմպոզիտորներ, այդ ժամանակային երաժիշտներ, Եվրոպա ուսանած եւ այլ հազար բան գիտեին, բայց չէին ճանաչում բուն հայ երգը։ Դա շատ հեշտ բան չի, երբ որ դու մեջն ես, շատ դժվար է տարբերում։
Եվ այդ ժամանակ ամբողջ աշխարհի մամուլը գրում էր, որ հայը երաժշտություն չունի, որովհետև հայերը հրատարակում են երգեր չիմանալով, որ դա մերը չի։ Հետո ինչ լավն է, օրինակ, արիմ սոխակ, դարարարարամ, դա Կազաչենկոյի ռոմանսն է։ Եվ պատկերացրեք ռուսերեն երգեք «Я люблю тебя, мой любимый друг», բացարձակ կապ չունի։ Մայրարաքսի ափերով երգը բացարձակ կապ չունի երաժշտության։ Դրանք բողոքական եկեղեցու եվրոպական եղանակներ են, այդ բոլոր եղանակները։ Մենք չենք տեսնում, բայց եվրոպացին միանգամից տեսնում էր, որ եւ ասում էր դուք երաժշտություն չունեք։ Աշուղական երաժշտությունը բացառիկ որոշ նմուշներ չհաշված, որ հետո եկավ, նա ընդհանուր արևելյան ոչ էր։ Եվրոպան լսելով ասում էր, դա դուք էլ պարսկական բան, այսպես չկա։ Պարզվում է մենք ունենք մեր հնագույն ամբողջ երաժշտությունը պահպանված, բայց չկար այդ, եւ նա անմիջապես տեսավ այդ երեխան։ Այսինքն դա գենետիկ հիշողություն էր, առաջի հերթին։ Եվ սկսեց գրանցել։ Երբ Կոմիտասը գնաց Բերլին սովորելու, նա մեր այդ ընտիր երգերի մեծ մասը գրանցել էր։ Բերլինից հետո որ եկավ, շարունակեց գրանցել, ես այդ երգչախումբ էր պահում, տարածում էր, 3000 երգ էր արդեն հավաքել, ընտրել էր եւ նպատակը ինչն էր առաջի, որ այդ երաժշտությունը վերադարձներ ժողովրդին, ընտրեր նմուշներ, վերադարձներ ժողովրդին երաժշտությունը, որովհետեւ համարվում էր ամենաազդեցիկը ազգի վրա ազդելու, որովհետեւ այդ պարզ երգը միանգամից ենթագիտակցությունից մտնում է ներս եւ ներսը փոխում մարդու։ Կոմիտասն ասում էր վառարանա ստեղծում եւ ինքը պետք է շապիկը թոթափի եւ հագնի իր իսկական դիմագծի այն հագուստը, որ ինքն է դա։ Եվ ահա այդ երգը աշակերտներ պատրաստում, որ տարածեն ամբողջ հայ ժողովրդի մեջ։ Հայ ժողովուրդը ցնծում էր այն ժամանակ, ասում էր մենք գտել ենք մեզ, մենք գտել ենք մեր տեսակը, մենք արդեն գտնում ենք մեզ այս վտանգի պահին, երբ մեր լինել չլինելու հարցն է։ Թերթերը գրում էին, որ Կոմիտաս վարդապետը եկել է եւ ահա բերել է վերջապես ով ենք մենք, այսինքն երաժշտության հարց չէր, ով ենք մենք, եւ բոլորը ոգևորված, ով մի երգ գիտեր, գալիս էին Կոմիտասի մոտ, երգում էին այդ երգերը, որ վարդապետ փրկի, ես էլ այս երգը գիտեմ, ես էլ այս երգը գիտեմ։ Դրանք արևմտյան եւ արևելյան Հայաստանի շրջանների ավանդական պահպանված մշակույթներ, վանեցիների, մշեցիների, սասունցիների, արաշկերտցիների, բասենցիների, լոռեցիների, շիրակցիների եւ այդպես անընդհատ կարամ թվարկեմ Արցախի այդ ամբողջը ներկայանում էր մի մարդու անունով, որի անունն էր Կոմիտաս, էպոսը։ Եվ ահա տեսեք որքան բազմազան էր այդ երաժշտությունը, աշխատանքային երգեր, հացի արարման երգերը բոլոր փուլերով, վարել, ցանել, հնձել, երաշտի դեմ ծեսեր, հութանը հաստ անել, կարի երգ, սայլի երգ, հնձելու երգ, աղալու երգ, հաստխելու եւ այլն ամբողջ այդ փուլը, տնային բոլոր աշխատանքային երգերը, սիրային երգերը, կատակային երգերը, ողբի երգերը, օտարության երգերը, Պարի երգերը, էպիկական երգերը, Սավսի Դավիթ էպոսի երգերը, ուխտի երգերը, ուխտագնացության երգերը, Հարսանյաց ծեսի շարքը երգերը։ Ահա ես այսպես մի հսկայական բան եմ թվարկում, բայց միայն մի հարցը մեծ արժեք ունի, որովհետև Կոմիտասը չէր գրառում են Հարսանյաց երգերը, որ բոլորը լսում էին կամ այսօր էլ գիտեք հարսանիքներում ինչ է կատարվում։ Նա փնտրում էր հին հարսանիքը, որ նախաքրիստոնեական շրջանի հնագույն շրջանից հասել էր օրինակ մեզ, դա արևի եւ լուսնի ամուսնությունն էր, եւ այդ ամբողջ շարքը նա ճանապարհ սկսեց գրառել, որտեղ ամուսնանում էին արևը եւ լուսինը, որովհետեւ մեր ժողովուրդը թագավորին ասում էր արև, հեսացուին, հարսնացուին թագուհի եւ լուսին։ Եվ ահա այդ հավատքը, որ գալիս էր հնագույն շրջանից, դեռ այդ ժողովուրդը, որ ապրում էր լեռներում ու սարերում, հայ ժողովուրդը դեռևս հավատում էր, որ արևը մի մանուկ է առյուծի վրա, որ իջնում է Վանա լճի մեջ, եւ պատմում էր, թե մայրը որպեսզի որդուն կենթանացնի, երկաթե գավազանը ձեռքին, երկաթե կոշիկները ձեռքին հագած, պետք է գնար միջև արևմուտք եւ այնտեղ հենց փշրվեր երկաթե կոշիկներն ու երկաթե գավազանը, այնտեղ արևի մայրն էր նստած եւ պիտի գար արև մանուկը ծիածանաթև հազարագունի շատրվանի մեջ լողանար, շողշողային աստղերը պար բռնեին եւ այդ արև մանուկը գնար մոր գրկին, որ մայրը իրեն կուրծ կտար կատ տար արևին, որպեսզի մյուս օրը դուրս գար։ Սա մի ամբողջ ժողովրդի աշխարհայացք էր
Եվ Կոմիտասը հասկացավ, որ այս հարսանիքի ծեսը, օրորոցայինը, որ թաքուն լսում է մայր օրորում է երեխային, որ այդ ամբողջ երգերը, Գութանի երգը, նա հասկացավ, որ սա մի մեծ պատմության կտորներ են, որ եղել է մի հատ մեծ պատմություն, որտեղ այդ արևը ծնվել է, մայրը օրորել է, հետո նա մեծացել է, ամուսնացել է, սա հենց այդ արևի հարսանիքի երգերն են պահպանված, հետո նա Գութան է վարել, դրա համար է Գութանում անընդհատ հիշվում այդ լույսը եւ եզներին աստղերի մոլորակների անուն էին տալիս, հետո նա գնացել է իր մորը փրկել է, հետո թշնամուն դևերին հաղթել է եւ այլն։ Այսինքն սա մի հին մշակույթի առասպելի ամբողջ կտորներն էին եւ Կոմիտասը գրառեց օրինակ ասենք Են արև երկնուց արև տեսեք են որն է Են արև երկնուց արև մեր թագավորն է Են արև երկնուց արև տեսեք են որն է Են արև երկնուց արև մեր թագավորն է Են լուսին ամպերի մեջ տեսեք են որն է Եվ այլն կամ Կացեք բերեք թագվոր ամեր Թագվոր ամեր Որ գանստե դարպասան է Դարպասան է Ծնդրի կզարգե սուրբ սեղանին Հրամ է բարին ձեր թագվորին Մեր թագվորին Աստված շնորհավորաներ Շրանք հնագույն երգեր են կամ Լոռու Գութաներգը որ գրառեց եւ վերլուծեց որ այնտեղ աստղային թվեր են 5 թիվն է մեջը եւ այլն եւ այլն ես մենակ սկիզբը երգեմ որ տեսնեք ինչքան հին երգ է Օրինալ է Աստված հիշալ է Աստված Ռերագոմեշ հոյոա Տարագոմեշ հոյոա Ռագոմեշ հոյո Լուսը լուսացավ հայ բարի շատացավ հոյոա Եվ այլն Այստեղ 5 թիվ կա, այսինքն 5 նոտա են ելևեժները իջնում, 5 վանկանի են բառերը, տունը 5 տողանի է, ռիթմը 5 է խփում, դեպի 5 է գնում, տա նույնիսկ մի ձայնը որ պայես մեջը պիտի 5 լինի։ Այսինքն Այս երգի վերլուծությունը, որ ինքը արել է, մի ամբողջ գիտական աշխատություն է գրել եւ դա աշխարհում գերազանցված չի որպես մեկ երգի վերլուծություն։ Ուրեմն ասեմ, որ մի խոսքով ամբողջ հայ կենցաղը գրառվեց եւ փրկվեց բոլոր, ինչպես է հայը սիրել, ինչպես է որ շրջանը, մեր բարբարները, ամեն երգ ունի իր բարբառը, սկսեց Կոմիտասը ուսումնասիրել մեր հին բարբառները, որպես այնտեղից ելևեջ անի, ինչու, որովհետև մեր լեզուն եւ խոսքը երգը նույն բանն են, ելևեջը, կա խոսք, որ մենք խոսում ենք, կա ասերք, որը խոսքի եւ երգի միջին տեսակն է, օրինակ օրներ ուրբաթ լուսի շաբաթ, գաշտեր իրենք բալաքավեն, սա ոչ երգ է, ոչ խոսք։ Եվ կա երգը, որ ասենք, երբ որ երգում է երկար երգ, ասենք օ-լո-լո-լո-լո կամ արորնասաստատրակավկուն երգ է։ Եվ ահա խոսքը բոլոր բարբառները ինքը ուսումնասիրում էր, որովհետև երգը արտասանված խոսքի շատ զգացմունքային մի վայրկյանի արդյունքն է։ Օրինակ ժողովուրդը խոսելից ասում է Երբ որ սիրում է տղան աղջկան, գյուղում ասում էր աղ, մարալ ջան, բայց եթե դուք դա դանդաղեցնեք, այդ խոսքի ելևեջը կլինի
ախ մարալ ջան կամ ասում է վանեցին սիրտս նման էր եմ փլաստներ կոտրեր գերաններ խախտեր է սներ եթե դուք դա երգեք կլինի սիրտս նման էր եմ փլաստներ կոտրեր գերաններ խախտեր է սներ այսինքն լեզուն եւ երաժշտությունը նույն բանն է մեր լեզուն եւ երաժշտությունը եւ ահա սրանք բնական երգեր էին ինքը ասում էր աշխարհում չեն պահպանվել այսպիսի երգեր դրանք բնական բնության երգեր են սա այն երգը չի որ միջև այդ մարդիկ գիտեին երգ մի հատ երգ երգի լսեմ քեֆի սեղանին մի հատ հավեսով երգ երգի սրանք կարելի էր ասել տիեզերական օրենքներ էին երգի մեջ արտահայտվում էր բնության շարժումը բնության պտույտը արեգակի մոլորակների երգի մեջ արտահայտվում էր քամու ալիքը արտահայտվում էր տիեզերքի շարժումը Կոմիտասն ասում էր որ այդ պարն էլ ամբողջ տիեզերքի շարժումն է եւ տիեզերքն է պարում ամբողջ այդ ներդաշնակությունը բջիջների կյանքը պահված էր այդ երգերի մեջ եւ այդ երգերը իրենք էին ապրում ազգա պահեր չպահեր որովհետեւ այդ երգը լսելուց դուք չեք կարող մոռանալ ինքը բջջի պես մտնում է ուղեղի մեջ տպավորվում եւ սկսում է ինքը ապրել անկախ քեզանից այդ պատճառով է որ մեր ժողովուրդը միջև այսօր Կոմիտաս գիտի բայց ինքը չգիտի որ գիտի գալիս են հարյուրավոր երգեր անցնում են հենց Կոմիտասը լսում են միանգամից իր մեջ արթնանում է ներքին ձայնը որովհետեւ դա իր արյան մեջ է եւ բացի այդ ասում են Կոմիտաս գիտես ասում է չէ ասում են օրինակ գիտես օրինակ Հոյ նազանիմ, նազանիմ, ջան, նազանիմ, նազանիմ, նազան դու բարով եկ, ասում է գիտեմ, այսինքն գիտես սոնայար, սոնայար, այո լսել եմ, մեր դրանը խնգիծար լսել եմ, այսինքն մեր ժողովուրդը գիտի եւ հավատացեք, եթե այսօր նույնիսկ երգեն կարող եք գնալ գյուղերում մարդիկ Կոմիտասի երգերը սովորել են գիտեն 2 տարի առաջ Թալագյուղում մի մոտ եկան 2 քույրիկ, որ երաժիշտ չեն, եւ այնպես հրաշալի երգեցին Կոմիտասից մի 20 երգ։ Նույնիսկ ես արդեն այդ տների բառերի մնացածը չէի հիշում, իրանք հիշում երգում էին, ասենք երկինքն ամպել է եւ այլն բոլոր երգերը։ Մեր ժողովուրդը հրաշալի ժողովուրդ է եւ մեր ժողովուրդը մեծարեց Կոմիտասին, ոչ թե ակադեմիական շրջանակները մեծարեցին։ Ժողովուրդը իր սրտում պահեց, որովհետև Կոմիտաս երբ որ ասում ենք, մենք պետք է հասկանանք արևելյան եւ արևմտյան Հայաստանի հազարամյակների մշակույթը արտացված երաժշտության լեզվով։ Այսքանը մոտարապես ժողովրդական երաժշտության մասին, որ անծայրածիր խոսակցություն է, բայց ես փորձեցի մոտարապես ձեզ պատկերացում տալ, թե ինչի մասին է խոսքը։ Եվ վերջում մի օրինակ երգելով կարող եմ ամփոփել։ Մի պարզ երգ, որ աղջիկը գութանը հաց է տանում։ Այդ երգը դուք չեք կարող գնալ ասել երգի, դա պետք է թաքուն ձայնագրեք, որովհետև երևում է, որ այդ աղջիկը նախ Գերդաստանի աղջիկ է, պահպանված է, ապահովված է, մի հնագույն Գերդաստանի աղջիկ է, եւ հաց տանելուց երգում է ինքը իր համար, այսինքն գութանը վարողները հեռու են շատ դաշտից, ինքը դեռ պիտի իրանց հասնի։ Գութանը հաց եմ բերում, երեսը բաց եմ բերում, տես քեզ որքան եմ սիրում, ձուկը տապկած եմ բերում, այսօր գութանը մերնա Մաջ բռնողը իմ հերնա Ես նարաց շեգլիկ տղեր
աշխարհ գիտի որ իմ Տերն այսքան երկար էլ միշտ Կոմիտասը վերջի ձայնը պահել է, որովհետև այդ ձայնը ցույց է տալիս դաշտերի հեռավորությունը, որ երբ որ ասում է ու գնաց այդ հեռավորությունը, այսինքն մեկը որ չիմանա ինչ բան է երգը, որ սա տեսեք ինչ միամիտ պարզ զգացմունքներ են, մաքուր, վճիտ, նախնական վիճակով մարդկության, որ նույնիսկ կարելի է մի շփացած մարդ ծիծաղի ես երգի վրա, համարի որ էս ինչա չհասկացանք, մի հատ շախով շուխով երգեք այ մարդ, էս քյաբաբն ուտենք, խորոված ուտենք, մարդը չի ծնվել միայն ուտելու համար, չաղանալու համար, ուղեղը բթացնելու համար, երբեմն մեծ երաժշտությունը հարուստ մարդկանց ցույց տալու համար ստիպված ես ուրիշ բան ասել։ Մի անգամ ես Ամերիկայում մի շատ հարուստ մարդու տուն Մոցարտի առաջի սոնատի առաջի մասը նվագեցի, ասես ձանձրալի է, բայց մի քիչ։ Ասի գիտեք, որ ձեր ամբողջ ունեցվածքը վաճառեք եւ այս տունը եւ ամբողջ ձեր բիզնեսները դուք սրա բնօրինակը չեք կարող գնել։ Այս երկու էջը։ Ասեց, հա։ Ասեցի, հա, այնտեղ երաժիշտներ կար, հարցրեց, ասեց ճիշտ է, ասում, ասին, հա։ Մի հատ էլ նվագի, ասեց։ Ասեց ու շատ էր լսել։ Այսինքն, գիտեք, այս երգերը, որ ես երգում եմ, դրանք համաշխարհային գանձեր են։ Մենք միայն Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Շեքսպիրի, Լեոնարդո դա Վինչի, չեմ անում, ում ասեմ, Վելասկեսի, Հոմերոսի եւ Գիլգամեշ էպոսի կողքին կարող ենք դնել Կոմիտասյան երգերը եւ որևէ մեկ այդ ազգի ներկայացուցիչ, որ լսի, երբեք չի ասի, որ դա այսքան ցածր է արժեքներից եւ միջև այսօր այդպես է եղել։ Միայն Կոմիտասյան երգն է եղել, որ համաձայնվել են, որ այդ արժեքների կողքին է։ Ուրիշ ոչ մեկից, ես կներեք։ Նույնիսկ ինձ ասում են, չէ՞ որ մենք էլի մեծեր ունենք, ինչ չէ, Սևակին էլ էին ասում, Նարեկացի կա, Մաշտոց կա, ինձ ասում էր, ո՞վ է բան ասում, բայց դուք կհամեմատեք Նարեկացուն հայ ժողովրդի հետ։ Չի կարելի այդ համեմատությունները անել, դրա համար չի կարելի ասել, Կոմիտասն մեծ, նա մեծ, ասում եմ դուք Նարեկացուն օրինակ կասեք, որ Նարեկացին է մեծ, թե հայ ժողովուրդը։ Կոմիտասը չի վերաբերվում անհատներին, Կոմիտասը հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդն է իր թերություններով էլ։ Նա երգեր ունի երես առած, լազված են աղջիկների, երգեր ունի, որ են չակերտավոր ասեմ, անբարոյական, երգեր ունի աստվածային, եկեղեցական, երգեր, նույնիսկ Նարեկացու տաղերը Կոմիտասի անունով են ներկայանում։ Նարեկացու տաղերը, որ Նարեկացին է գրել, վերևը գրված է Կոմիտաս տո Նարեկացի, այսինքն ինքն է դա վերականգնել։ Ուղղակի այդ ամբողջը Մաշտոցի շարականներն էլ, որը ինքը ձեռը կպել է, Կոմիտաս են ասում։ Պատարակը ինքը չի գրել, մեր հին պատարակն է, այնտեղ հետո շնորհալին է մշակել, Խաչատուր Տարոնեցի եւ այլն կա, բայց ասում են Կոմիտաս պատարակ։ Ամբողջ հայ ժողովրդի այդ մշակույթը, այ մենք դա պետք է իմանանք եւ գնանք դեպի մեր երգը։ Մեր երգը ամենապարզ միջոցն է, որտեղ ամփոփված է մեր ամբողջ գենետիկ կոդը։ Մեր երգը նա է, որ մեր մասին չի, հենց մենք ենք։ Մեր պատմաբաններին ես ասում եմ, դուք գրել եք պատմության դասագրքեր, դու քննարկում ես մեր հին, չգիտեմ, այս հարցը, դու տոմարը, այդ ամբողջը դրա մասին է։ Այդ ամբողջը այն մասին է, ով ենք մենք, այդ մասին։ Ինչպիսին ենք եղել, մենք հաշակ հին ենք եղել, կռվել ենք, շումերների ժամանակ ենք եղել, բայց ո՞րն ենք մենք, ո՞րն է դա, ոչ թե այդ մասինը։ Այդ ամբողջը պահպանված է մեր երգի մեջ եւ ճարտարապետությունը, որովհետեւ Կոմիտասը նաև կատարեց գիտական խոշորագույն ուսումնասիրություններ, նա բացահայտեց մեր հոգու մեր փիլիսոփայության աշխարհայացքի ճարտարապետությունը, որ դա կենտրոնաձիգ է, կենտրոն ունի, որ ներքևից գնում է շարժվում դեպի կենտրոն եւ վերևից է իջնում դեպի կենտրոն, որ հայ մտածողությունը դա լինի տոմար, լինի ճարտարապետություն, ինչ ուզում ես լինի, ինքը չպետք է ունենա սկիզբ եւ վերջ։
ինքը պիտի լինի գա կենտրոն, որը միաժամանակ պիտի լինի սկիզբ, միաժամանակ վերջ։ Այսինքն հայերը չպիտի ունենան նոր տարի, հայերը չի կարող ունենալ նոր տարի։ Եթե ունեցավ նոր տարի, ուրեմն հայկական տոմարը մի հատ ուրիշ ազգի բան է, հայ երաժշտությունը ուրիշ ազգի բան է, որովհետև հայ երաժշտության մեջ չկա նոր տարի ձայների մեջ։ Հայ երաժշտության մեջ կա կենտրոնի ձայն, որին ձգտում է դո ռե մի ֆա, դա համարում է կենտրոն, եւ որը նաեւ վերջն է, որից սի բեմոլ լա սոլ ֆա իջնում է կենտրոն։ Այսինքն կա տարի օր կարող է լինի, որ համարվի նախորդ տարվա վերջը միաժամանակ հաջորդ տարվա սկիզբը, հենց այս պահը։ Եվ պիտի լինեն անպայման ազատ օրեր, որոնք այդ տարու հետ կապ չունենան, թարապես, կենտրոնում։ Դու երբ որ տարի նշում ես, տարի օր, դրա համար հայերը ասում են տարի չնոր, նա չի կարող լինել տարվա մեջ, նա պետք է լինի դուրս, կենտրոնում, նույնը ճարտարապետությունը, նույնը աշխարհայացքը, Կոմիտասը այդ ամբողջը ձևակերպել է, Կոմիտասը նույնիսկ քերականորեն ամբողջ նոտաներով եւ ռիթմերի թվերով, էջերով շարել է հայ ռիթմը, կենսառիթմերը, հայ ժողովրդի ինչպիսի ռիթմեր ունի իր կենսառիթմերը եւ ինչպիսի ռիթմերի մեջ է այդ ներդաշնակությունը, որ պիտի գա հնագույն ժամանակներից հասած այդ ռիթմերը եւ մնացած ամեն ինչ։ Բացի այդ, Կոմիտասը ստեղծեց ներդաշնակության նոր համակարգ։ Միջև Կոմիտասը աշխարհում գործում էր դասական երաժշտության համակարգը, որը գալիս էր Պյութագորասից։ Պյութագորասը լարը կիսեց, հարմոնիայի հիմքը դրվեց։ Եկավ այդ հարմոնիան, հարյուրավոր տարիներով ձևավորվեց կլասիկ հարմոնիան, կլասիկ երաժշտություն, Բախ, Մոցարտ, Բեթհովեն եկավ 10-րդ դար։ Կոմիտասը ստեղծեց բոլորովին նոր հարմոնիա։ Բոլորովին նոր, այսինքն ինչ որ Եվրոպան արել էր հարյուրամյակներով, հազարավոր մարդկանց ջանքերով, Կոմիտասը միայնակ դա արեց։ Կոմիտասը ստեղծեց երգեցողության դպրոց, որը ստեղծվել էր նորից հազարավոր մարդկանց ջանքերով Եվրոպայում։ Երաժշտագիտական դպրոցը ստեղծեց հայ, այսինքն Կոմիտասը ստեղծեց դպրոցներ, օրինակ, Կոմիտասը ստեղծեց դաշնամուրային ֆակտուրա հայկական, այդ ֆակտուրան եվրոպական նորից հարյուրավոր տարիներով էր ձևավորվել։ Բայց պատկերացնում եք մի մարդ գալիս է ստեղծում է դաշնամուրային նոր ֆակտուրա, նոր դաշնամուրային հարաբերություն, որ Եվրոպան լսում ասում է առաջ անգամ եմ ես այսպիսի բան տենում։ Դուք գիտեք, որ Արամ Խաչատրյանի դաշնամուրային ֆակտուրան նոր չի։ Ոչ Առնո Բաբաջանյանի, ոչ մյուսի, այնտեղ Ռախմանինովյան խաղեր կան, էսել կա, այնել կա։ Միայն Կոմիտասինն է նոր ֆակտուրան, որ աշխարհը չէր տեսել, այդպիսի ֆակտուրա։ Երգերի այդպիսի նվագակցություն եւ դաշնամուրային պարերը թառի ոճով, սինչի ոճով գրված այդպիսի դաշնամուր առաջ անգամ տենում էին նոր բան։ Դա ժամանակակից երաժշտության հիմքն էր։ Կոմիտասը աշխարհի այն մարդկանցից է, որ հայերի չէ, որ աշխարհում դրեց ժամանակակից արվեստի հիմքը։ Եթե մի քանի հոգի կային, մեկը ինքն էր, ժամանակակից արվեստի, ավանգարդ մտածողության նոր, որի արմատները շատ հին են եւ շատ առաջ։ Կոմիտասի արմատները հասնում են մինչև նախնադար եւ շատ ժամանակակից է, ինքը գծել է ճամփան դեպի ուր պիտի գնա մեր մտածողությունը։ Այսինքն խոսքը մեղեդու մասին չի, որ Կոմիտասը ասում են։ Խոսքը նույնիսկ իր այդ ներդաշնակության մասին չի։ Խոսքը Չինարես երգի մասին չի, այդ Չինարեսը կարող է երգ չլինի, Չինարեսը կարող է լինի մի հատ ուրիշ բան, տիեզերական օրենք։ Այսինքն մենք առանց այդ բանի, այդ հարստության, որ դա մեր ամենամեծ այսօր ամբողջական ամենականն է, մենք չի կարող հայրենիք կերտել։ Այդ բանը հասկացավ Չարենցը։ Չարենցն ասեց, որ իրան որ բերեցին, թաղեցին այս հողը, հայրենիք դարձավ այս հողը։ Թաղեցինք ասում է որպես սերմ, ոչ թե որպես աճում, որ ինքը ծիլ պիտի տա դա, որ ապրի մեր հայրենիքը։ Բայց այսօր հանկարծ հայ ժողովուրդը անկախանալուց հետո մեր պետական այրերը չգիտես ինչի որոշեցին, որ առանց Կոմիտաս տնտեսություն կարող է լինել։ Երբեք գերմանացին այդպես չի մտածել, ոչ 17-րդ դարում, ոչ 16-րդ դարում, նրա մտքով չի անցել, որ առանց իր երաժշտության կարող է տնտեսություն ունենա, բիզնես ունենա, երբեք։ Մենք մտածեցինք, որ առանց Կոմիտասի կարող են կերտել ազգային մտածողություն, փիլիսոփայություն, պետականություն, չի լինելու, բայց Կոմիտասը գալու է։ Կոմիտաս նշանակում հայ ժողովուրդը պիտի գա, հայ ժողովրդի մտածողությունը, հայ ժողովրդի հոգին, որ այսօր մեր ներսերունդի մեջ, նոր սերունդի ես հիանում եմ, բոլորի մեջ տեսնում եմ այդ սերմը,
բավականին մի հատ կայծ եւ բոլորի մեջ արտանում է, որքան էլ խոսեմ, որ այս բանը անհուսալի է, այն բանը անհուսալի է, չհավատակ։ Հենց մեր սերունդի մոտ էր անհուսալի եւ հենց մեր սերունդի ժամանակ տարածվեցին այդ թուրքական կրկլոցներն ու ամեն ինչը, որ միջև այսօր շարունակում են։ Սա երաժշտության հարց չի, ազգային անվտանգության հարց է։ Երբ մեր ազգային հեռուստատեսությամբ եւ բոլոր ալիքներով հնչում են թուրքական կրկլոցներ, ինձ ասում եմ, ինձ մի հարցրեք, գնացեք ազգային անվտանգություն եւ պաշտպանության նախարարություն։ Սա նրանց հարցն է։ Ինչ անշնակում շպիոն ենք բռնել։ Այդ շպիոնը այդքան վնաս չի տալիս, ինչքան այդ բացահայտ, որ այդ այլասերված երաժշտությունը մեր նոր սերունդի հոգու մեջ են ներարկում։ Եթե Թուրքիան $1 միլիարդ ծախսեր, այդպիսի հաջողության չէր կարող հասնել։ Երբեք։ Երաժշտությունը ամենավտանգավոր բանն է միաժամանակ։ Երաժշտությունից վտանգավոր արվեստ գոյություն չունի։ Նա քեզ չի հարցնում, դու ուզում ես լսես թե չէ այդ բանաստեղծությունը։ Դու չես ուզում մի լսի։ Քայլի փողոցով, ինքը քո ականջի մեջ է։ Դու չես կարող չլսել։ Նորածին երեխային առաջի երգը ի՞նչն է տալի, բանաստեղծությունն է կարդում։ Նորածին երեխայի գլխին քարոզ է, երաժշտությունն են, առաջինը երաժշտությունն է։ Ականջից մտնումներ, օրոցային կտած տա կմտնի, թուրքական մուղամը կտած տա կմտնի։ Մենք այդ երաժշտությունը լեզու ունի, եւ երբ որ լսում եմ այդ մուղամները, նրանք ասում են. հայ ժողովուրդ, թուրքացեք, մոռացեք ձեր լեզուն, մոռացեք ով եք դուք։ Եթե եղերն եղավ, մենք չկարացանք լրիվ ոչհասնել ձեր մշակույթը, այ հիմա ոչհասնում ենք։ Դարձեք այս հոգով, բոլորդ։ Սա է ասում, եւ դա ասում է մեր տանը միացրած մեր երկրի հեռուստաընկերությունները ամեն օր պարտաճանաչ կերպով առանց շեղվելու ծրագրված ուղուց եւ Կոմիտաս վարդապետը մեր գիտեք որ խոսում է, նա ասեց, որ ինքը կասկածում է, որ նրանք ֆինանսավորում են ստանում, որովհետեւ շահն ինչ է, մեր ժողովուրդը բողոքում է արդեն, տաքսի եմ նստում, բողոքում են այդ երկրից, ջահերներին հարցնում են, բողոքում են, մեծերին հարցնում են, գնում եմ գյուղերը, համատարած բողոք, բայց այդ ով է այդքան պահանջում, որ այդպես ստիպում եք, որ նորից մցնեք դրա մեջ, մենք պետք է առանց վախենալու բոլորս միասնական խոսենք եւ պայքարենք եւ վստահենք, կասկած չունենք, մենք դրա վերջը տալու ենք, անգիստ, իհարկե, ինքը Կոմիտասը զայրացկոտ, ամուր, ուժեղ մարդ էր, նա երբեք այդ կերպարը չուներ, որ փորձում են ներկայացնել հունքերը վերև տնգած բան, ֆիզիկապես ուժեղ, առույգ, մերկ էր քնում գրեթե գետնին, նույնիսկ ձմեռը ձյուն եկած սավանը թափ էր տալիս վրայից, ջլոտ, զայրացկոտ, կատակասեր, ով որ չէր ճանաչում, որ դա Կոմիտասն է, չէր տեսել, ասում էր, այս մասխարամարտն ով է, ասում են Կոմիտասն է, զարմանում էր, երեխայի հետ երեխա, մեծի հետ մեծ, եվրոպացու հետ եվրոպացի, Եվրոպայի խոշորագույն, բավական ասեմ, չգիտեմ, ով գիտի Դեբյուսին ով է, Դեբյուսին դա 20-րդ դարի Ֆրանսիայի ամբողջ ամենամեծ հսկան է, Եվրոպայի նա ծունկի է չէր Կոմիտասի ձեռքը համբուրել եւ ասել, եթե Կոմիտասը գրած լիներ միայն Անտոնին, դա բավական էր, որ դասվեր համաշխարհային խոշորագույն երաժշտների մեջ։ Եվ մենք Կոմիտասի ձեռքը բռնած միասին հաղթարենք բոլոր այդ դժվարությունները։